Այնքան թույլ վիճակի մեջ դրած է Փաշինյանը Հայաստանը, որ չզարմանանք, եթե առակորեն դաշնամին ցերկ տնե երկրի վրա, ոչ անպայման ուժով, բայց տապուկ ուժով, տնտեսությամբ օրինակի համար։ Շատ թյուրինս է, որ ես կնեցի այդ հարցը արդեն խոսած եմ այդ մասին, 2-3 տարվա ընթացքին կարելի է Հայաստանի ժողովուրդը աշխատի թուրքական ընկերություններու համար, ասիկա կարողություն չէ, ասիկա բարձ քննարկում է, երբ որ տնտեսությունը քիչ հասկանաս, այսինքն գիտես, որ 2-3 տարվա մեջ Հայաստանի 30-40% տնտեսության գրնա Թուրքիո եւ Ադրբեջանի ցերկի դագլան։ Դու գրնակ ունենալ ծեր ընտանիքի մեջ անդամներ, որ պիտի աշխատին թուրքերու համար կամ ադրբեջանցիներու համար։ Ասիգա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական շարունակությունը շարունակել զունգի բերել հայ ժողովուրդը։ Մենք առաջարկենք, որ գանքնի հայ ժողովուրդը բայլուն հբարտ չնշանակեր, որ բادرազմ ունենանք, դակարակը մենք պետք է այդ քաղաքականությունը անենք մեր գործընկերներով բոլոր աշխարհի մեջ, որովհետեւ հասկացնենք Ադրբեջանին եւ Թուրքիային, որ գնանք մենք բայլուն բարեկամական գաբեր ունենալ, անշուշտ մենք դադարդված չենք հավիդյան տշնամի լալ, դադարդված չենք, գնանք ունենալ, բայց պետք է որ միասին ջամպա գդրենք, որբեսի հասկացնենք ցեզի, որ Թուրքիա առանց որ եթե մինչև որ չես ժանչնար ցեղասպանություն պրոբլեմը Ադրբեջան Արցախը մեզի կպատկանի ժողովուրդ ունեին հոն եւ ստեղծել միջազգային մթնոլորտ, այսինքն գործընկերներով, դարբեր գործընկերներով, որբեսի մեզի օգնեն մասնակից դարձնենք իրենց, որբեսի այդ մթնոլորտը ստեղծվի տարածաշրջանի մեջ եւ ուրեմն մենք կարողանանք բացատրել գործընկերներով, որ նաեւ Թուրքիո եւ Ադրբեջանի գործընկերներն են, որ եթե գուզենք խաղաղություն երկարաշունչի վրա, պետք է որ հարկվին ժողովուրդներու իրավունքները։ Եվ ասիկա անպայման չստեղծել բادرազմը, որովհետև գրնան ունենալ ուրիշ շահեր Թուրքիան եւ Ադրբեջանը այս խաղաղ մթնոլորտը բահելը, անպայման իրենց շահը չէ բادرազմը ստեղծել։ Ուրեմն, որբեսի հստակ լա այս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանը չի գրնար վարել, ինքը արդեն վարգապեկված է, ինքը արդեն փոքրամասնություն է եւ պետք է որ ժողովուրդը որոշե, որ նոր իշխանությամբ Հայաստանի երկրի բանալիները նոր իշխանությամբ տա։